Հոկտեմբերի 27-ի իրադարձություններից հետո մարտի 1-ը երկրորդ մեծ խարանն է մեր երկրի համար։ Հանրապետական Սամվել Ֆարմանյանի կարծիքն է։ Ըստ նրա, Հայաստանի անկախության 17-րդ տարում թափվող արյունը չկարողացան կանխել ոչ Հայաստանի 3 նախագահները, ոչ հոգևոր դասը։ Եվ քանի դեռ քաղաքական ուժերը մարտի 1-ի դեպքերը գնահատում են միայն քաղաքական տեսանկյունից, խորհրդանական ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմամբ հնարավոր չէ հասնել հարցի լուծման։ Այս նախաձեռնությունը երևի լավագույն առիթն է իմաստավորելու մարտի 1-յան դասերը, խորելու, խոսելու, թե արդյոք մենք, որպես հավաքականություն, ժողովուրդ, հասարակական քաղաքական հանրույթ, բավարար հետևություններ արել ենք ողբերգական այդ իրադարձություններից։ Հայկ Բաբուխանյանի խոսքով մենք գործ ունենք ազգային ողբերգության հետ եւ պարտավոր ենք պարզել մարտի 1-ի դեպքերի բոլոր հանգամանքները։ Պատգամավորն առաջարկում է հարցաքննության կանչել 2 նախկին նախագահներին։ Ինչ նպատակ էր հետապնդում Լևոն Տեր-Պետրոսյանը եւ իր քաղաքական թիմը, երբ որ կազմակերպում էր զանգվածային անկարգություններ Երևան քաղաքում։ Ալեքսանդր Արզումանյանը նշում է, որ որպես 7-ի գործով դատապարտյալ ինքն ամենաշահագրգռվածն է, որ մարտի 1-ը բացահայտվի, բայց նոր հանձնաժողով ստեղծելու դրդապատճառները չի հասկանում։ Նա ավելի լավ առաջարկ ունի։ Եթե ինչ-որ բանով մարտի 1-ի նախորդին ուզում եք նպաստել այդ մարդկանց, մի հատ որոշում կայացրեք, ընտանիքներին միանվագ մեծ գումար հատկացրեք եւ այդ երեխաներին, որ որբեն մնացե, թոշակ նշանակեք։ Ես համաձայն եմ իմ կողմից շատ սիրված Ալիկ Արզումանյանի առաջարկին։ Եկեք ուրիշ բան անենք։ Եկեք որոշենք ազգային ժողովով, դիմենք կառավարությանը, դիմենք իշխանությանը, դիմենք մեզնից յուրաքանչյուրին եւ ասենք այդ մարդկանց նյութական, ֆինանսական, բարոյական վնասները ինչու մինչև հիմա հատուցված չեն։ Մարգարիտ Եսայանն իշխանությանն ու ընդդիմությանը միասնության կոչ է անում։ Պատրաստ է անգամ կամուրջ լինել նրանց միջև։ Եկեք իմ վրայով անցեք, միացեք։ Ես պատրաստ եմ լինել այդ կամուրջը։ Միացեք ի վերջո, մի քիչ սրտացավ, մի քիչ դրական, մի քիչ բարիություն թող մտնի։ Հանրապետական պատգամավորն ասում է, մարտի 1-ի մեղավորներին պատժելու առաջին պահանջատերն է, բայց 100 հանձնաժողովն էլ այդ հարցի պատասխանը չի տալու։ Հանձնաժողովի ստեղծումը ոչ միտեղ չտանող ճանապարհ է։ Ես ունեմ այդ տղամարդկությունը, նույնիսկ եթե իմ թիմը ասի, որ կողմ է մարտի 1-ի հանձնաժողովին, ես էլի պիտի ասեի, որ դեմ եմ, որովհետև ես չեմ ուզում թոզ փչել զոհերի հարազատների դեմքերին։ Պատգամավորների բուռն ելույթներից հետո ազգային ժողովի նախագահը տեղեկացնում է, որ խոսել է գլխավոր դատախազի հետ, ով հավաստիացրել է, որ մարտի 1-ի մեղավորների բացահայտման հարցը գտնվում է իր վերահսկողության ներքո եւ մոտ ապագայում այս հարցով առաջընթաց կլինի։ Խորհրդանական մեծամասնության դիրքորոշումը հայտնի կլինի արդեն հաջորդ քարոզիային։ Գալուց Սահակյանը պահում է ինտրիգը։ Ջահանգիրյանն էլ չի հայտնում իրենց որոշումը։ Հետաձգում են հարցի քննարկումը, թե այն դրվում է քվեարկության։ Կասեն մեծամասնության տեսակետը ճշգրտելուց հետո։ Ժիրայր Գրիգորյան, Աշոտ Խաչատրյան, Փաստ լրատվական։